Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1566-րդ օրն է, ցանկանում եմ մի փոքր արտասովոր եթեր անել, իհարկե ինչպես միշտ ձեզ կհայտնեմ նորություններն ու թվերը ռազմաճակատից, բայց կան ասպեկտներ, որոնց շուրջ կարծում եմ անհրաժեշտ է առանձին կանգ առնել եւ ընդգծել, թե ինչ ունենք այսօր ռազմաճակատում եւ քաղաքական դաշտում, քանի որ սովորական եթերների ժամանակ փորձում եմ կարճ ժամանակում հասցնել ձեզ հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանցել, իմ կարծիքով երբեմն արժե մի փոքր ավելի դանդաղեցնել տեմպը եւ հետադարձ հայացք գցել այն իրադարձություններին, որոնց մասին հայտնում ենք, բայց նախ սկսեմ նրանից, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Հայաստանին դեմոկրատական ընտրությունների առթիվ, իսկ Փաշինյանին հաղթանակի, մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը եւ հենց հիմա այն ժամանակն է, որ Եվրոպական միությունը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին եւ անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքը բարելավվել է Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ։ Սա փորձություն է Եվրոպական միության համար, կարեւոր է ժամանակ չկորցնել եւ բաց չթողնել հնարավորությունները, ընդգծել է Վլադիմիր Զելենսկին։ Իր հերթին մեր պարլամենտի ղեկավարը իր շնորհավորանքի խոսքն է ուղղել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Ցավոք ընտրությունների արդյունքում, սա արդեն իմ կողմից եմ ասում, պրոռուսական կուսակցությունները ավելի շատ տեղ կունենան Հայաստանի ազգային ժողովում, քան կային 21 թվականի ընտրություններից հետո, իսկ սա նշանակում է, որ մենք բոլորս պետք է ավելի համախմբված լինենք Պուտինի պլանները Հայաստանի առումով խաթարելու համար եւ նաեւ ուրախ կլինենք տեսնել Հայաստանի իշխանությունների կողմից իրական քայլեր դեպի Եվրոմիություն։ Գիտեմ, որ մեր ընկեր Արմեն Չիբուխյանն է անդրադարձել ընտրությունների թեմային, ես չկրկնվեմ, դեռ առիթ կլինի մեր Հայաստանի գործընկերների հետ քննարկել ընտրությունների թեման։ Կցանկանայի ձեզ հետ հանգիստ զրուցել այն մասին, թե ինչ ունենք այսօրվա դրությամբ եւ կսկսեմ մեկնաբանություններում ձեր կողմից ամենահաճախ տրվող հարցի պատասխանից, որդուս առողջական վիճակի մասին։ Ուրբաթ լույս շաբաթ գիշերը ես գնացի նրա հետևից եւ արդեն տուն բերեցի, նա դեռ վերջնականապես չի ապաքինվել, բայց հետագա բուժումը կարելի է իրականացնել ամբուլատոր պայմաններում Կիևում հարազատների կողքին թորնիկիս, քանի որ փոքրիկը ամենաշատն է կարոտել հորը, այնպես որ նաեւ ձեր աղոթքների շնորհիվ ամենադժվարին պահերը արդեն անցյալում են։ Կարծում եմ մեկ ամսվա ընթացքում նա լիովին կապաքինվի, ամեն դեպքում հուսով եմ, որ այդպես կլինի։ Փառք Աստծո, ամեն ինչ վերադառնում է իր հունին, եթե կարելի է այդպես արտահայտվել։ Ցանկանում եմ ընդգծել, որ չափազանց զգացված եմ ձեր ուշադրությունից, կարեկցանքից, աղոթքներից եւ սրտանց բարեմաղթանքներից։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ դուք կաք իմ կյանքում։ Ես արդեն երիտասարդ չեմ, հասցրել եմ ապրել 5 տարբեր երկրներում եւ ամենից շատ արժեվորում եմ մարդկային հարաբերությունները։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ ընդունեցիք ինձ եւ ուզում եմ վստահեցնել, որ բոլոր զգացմունքները փոխադարձեն։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Հիմա փորձենք հասկանալ ինչ է փոխվել ռազմաճակատում եւ ռազմաճակատի շուրջ։ Վերջին ամսվա ընթացքում ես ձեզ պատմում էի ռուսական բալիստիկ հրթիռակոծությունների հաճախակիացման մասին, թե ես, թե իմ հյուրերը դա բացատրում էինք նրանով, որ Պուտինը ցանկանում է արտաքին աշխարհի ուշադրությունը նորից սևեռել իր անձի վրա, առաջին հերթին անշուշտ Թրամփի։ Պուտինը գնում է վաբանկ, բռնապետի ինքնասիրությունը ոչ մի կերպ չի կարողանում տանել այն փաստը, որ իրեն ամենուր արդեն պարտված են համարում, եւ նա սկսել է գնալ վաբանկ, ցուցադրելով բալիստիկ հրթիռներ օգտագործելու հակում, որը գերազանցում է հաշվարկված քանակը расчетное количество, Այսինքն նա օգտագործում է հրթիռներ կամ հենց կոնվեյերից, կամ արդեն անձեռնամխելի պաշարներից։ Սա խոսում է կրեմլյան բռնապետի հուսահատության մասին եւ իր զրուցակիցներին հավաստիացնելու փորձերը, թե ինքը առաջ է շարժվում ռազմաճակատում եւ ամեն օր կիլոմետրերով իբր ուկրաինական տարածքները զավթում։ Սա ընդհանրապես փորձ է թաքցնելու այն խայտառակությունը, որի մեջ Պուտինը հայտնվել է։ Եկեք հիշենք նրան 22 թվականի փետրվարի 21-ի երեկոյան եւ անմիջապես հասկանալի կդառնա, որ այսօրվա Պուտինը արդեն հեռու է գերտերության այն ինքնավստահ տիրակալից, ով պատերազմ էր սկսում նպատակ ունենալով օրերի ընթացքում զավթել մի ամբողջ երկիր։ Այսօրվա Պուտինը փորձում է պարծենալ փոքրիկ գյուղերի գրավմամբ, փորձում է իրեն ներկայացնել որպես գերժամանակակից զենքի տեր, որպիսի փորձի մեզ վախեցնել։ Բայց մենք արդեն այնքան բան ենք տեսել, որ մեզ նորից վախեցնելու փորձերը ուղղակի ծիծաղելի են, թեև Պուտինը ըստ երևույթին դա ի վիճակի չէ հասկանալու։
Ծայրահեղ ծանր վիճակ է ստեղծվել ռուսների համար Ղրիմում։ Իդեպ ձեզ քաչ հայտնի ավիափորձագետ Կոնստանտին Կրիվալապը, ում հետ պլանավորում եմ օրերս հարցազրույց ձայնագրել, պարբերաբար նշում է, որ ռուսական լոգիստիկայի ներառյալ Կերչի կամրջի եւ ցամաքային միջանցքի նկատմամբ Ուկրաինայի զինված ուժերի համակարգված քրակային հսկողության պատճառով Ղրիմում ապօրինի գտնվող Ռուսաստանի քաղաքացիների համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում ժամանակավորապես բռնակցված թերակղզուց անվտանգ հեռանալու համար։ Ուկրաինացի ռազմական վերլուծաբանների կանխատեսումներով թերակղզին դառնում է ոչ պիտանի թիկունքային ապահովման համար, ուստի այն հենց հիմա լքելը ամենառացիոնալ քայլն է։ Գոնե այս ամառվա ընթացքում, քանի որ աշնան համար դեռևս կանխատեսումներ չկան եւ դուրս գալու հնարավորությունն այլևս կարող է չլինել Ղրիմից, հիմնական գործոնները, որոնց պատճառով ռուսներին խորհուրդ է տրվում հեռանալ, որքան հնարավոր է շուտ, դա լոգիստիկ կոլապսն է, ռազմական ենթակառուցվածքներին եւ մատակարարման ուղիներին հասցվող պարբերական հարվածները խիստ սահմանափակումներ են ստեղծում վառելիքի եւ հիմնական սննդամթերքի համար, ինչը ռեսուրսների սուր դեֆիցիտի պայմաններում առաջին հերթին կհարվածի քաղաքացիական հատվածին, հոբ միջոցների եւ ռազմական օբյեկտների համակարգված ոչնչացումը վտանգի տակ է դնում ցանկացած տրանսպորտային հաղորդակցության կայունությունը, ուստի Ուկրաինայի տարածք ապօրինի ներթափանցած անձանց համար ավելի լավ է հեռանալ Ղրիմից։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր այնտեղ ապրում էին մինչև ռուսական բռնակցումը, պետք է կատարեն ուկրաինական օրենքները եւ օգնեն ուկրաինական բանակին օր առաջ ազատագրելու մեր տարածքը։ Իսկ այժմ ցանկանում եմ մի փոքր ավելի մանրամասն բացել այն թեման, թե ինչպես Ուկրաինայի նախագահ Զելենսկին եւ հենց Ուկրաինան օգնեցին թույլատրել Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա ընտրությունների օրերին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հայաստանին ցուցաբերեց առանցքային տեղեկատվական, դիվանագիտական եւ հետախուզական աջակցություն։ Դա օգնեց Երևանին դիմակայել Կրեմլի հիբրիդային ճնշումներին ընտրությունների շրջանում, հմտորեն օգտագործելով հենց Ռուսաստանի ներսում առաջացած խորը լոգիստիկ ճգնաժամը։ Ուկրաինայի հակազդեցությունը հիմնված էր նրա վրա, որ ուկրաինական անօթաչուների պարբերական հարվածները կաթվածահար արեցին Ռուսաստանի հարավի քաղաքացիական ավիացիան եւ գերբեռնեցին ռուսական տրանսպորտային համակարգը։ Սա Մոսկվային զրկեց սեփական ռեսուրսներով արագ մանևրելու հնարավորությունից։ Ուկրաինական ռազմական հետախուզությունը գուռը ձեռք էր բերել Ռուսաստանի ներքին փաստաթղթերը, որոնք բացահայտում էին հայաստանյան ընտրություններին միջամտելու Կրեմլի գաղտնի սցենարները։ Վլադիմիր Զելենսկին հրապարակայնորեն հնչեցրեց այդ տվյալները, քանի որ Ռուսաստանի հարավային օդանավակայանները փակ են, իսկ երկաթգծերն ու Դոն M4 մայրուղին ծայրահեղ գերբեռնված են քաղաքացիական եւ ռազմական բեռներով, Կրեմլը չկարողացավ արագ կերպով այլընտրանքային ռեսուրսներ կամ քվեարկողներ ուղարկել Հայաստան, ինչպես նաև խաթարվեց նրանց փորձերը գումարներ փոխադրել Հայաստան, ինչ որ չափով պարզ է, որ ամբողջությամբ չէ։ Պլանների ջրի երես դուրս գալը թույլ տվեց հայաստանյան իրավապահներին արագորեն չեզոքացնել ընտրակաշառքների եւ ընտրողների ապօրինի տեղափոխման կազմակերպված ուղիները։ Երկրորդ կարևոր կետը դա Զելենսկու այցն էր Երևան որպես Մոսկվայի լոգիստիկ մեկուսացման ապացույց։ Վլադիմիր Զելենսկին անձամբ ժամանեց Երևան մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, այն ժամանակ, երբ ռուսական երկինքը պարբերական անօթաչուների պատճառով փակվում էր Գավիոր պլանով, իսկ Ռուսաստանի հարավում քաղաքացիական ավիացիան իսպառ վնասազերծված էր։ Եվրոպական առաջնորդներն ու Ուկրաինայի նախագահը անարգել վայրէջք կատարեցին Երևանում։ Սա հանրությանը ակնառու կերպով ցույց տվեց, որ հենց Ռուսաստանն է հայտնվել տրանսպորտային փակուղում, մինչդեռ Հայաստանը բաց է աշխարհի համար եւ ինտեգրված է համաշխարհային երթուղիներին։ Երրորդը դա եվրոպական օգնության մոբիլիզացումն է եւ շրջափակման շրջանցումը, երբ Պուտինը փորձեց Երևանի դեմ կիրառել իր ավանդական շանտաժը, սպառնալով արգելափակել ցամաքային միջանցքներով ապրանքների եւ էներգակիրների մատակարարումները, Զելենսկին Եվրամիությունում դարձավ Հայաստանի գլխավոր փաստաբանը։ Ստեղծվեցին նոր երթուղիներ, Ուկրաինայի դիվանագիտական ջանքերը արագացրեցին Հայաստանի ինտեգրումը Սևծովով եւ Վրաստանով անցնող շրջանցիկ լոգիստիկ շղթաներին, նաեւ կարծես եվրոպական ֆինանսական վահան տրվեց Հայաստանին, Եվրամիությունը օպերատիվ կերպով Երևանին հատկացրեց ավելի քան 50 միլիոն եվրոյի օգնություն եւ առևտրային արտոնություններ տվեց հայկական ապրանքներին։ Սա մասամբ չեզոքացրեց ռուսական արգելքները, քանի որ Ռուսաստանը սեփական հարավային ճանապարհների գերբեռնվածության պատճառով չէր կարողանում արդյունավետ կառավարել նույնիսկ սեփական արտահանումը։ Իմջալուց ասեմ, որ ծաղիկների առաջին խմբականակները հենց Ուկրաինա են բերվել, Ուկրաինայի հայ համայնքի ձեռներեցների կողմից, ինչը չի կարող մեզ չուրախացնել, որ հենց առաջիներից մեկը մեր համայնքի ներկայացուցիչներն են ձեռք մեկնել մեր հայրենիքին։ Ասեմ, որ իմ տվյալներով նրանք հենց Հայաստանի ծնունդ են, պարզապես երկար ժամանակ ապրում են Ուկրաինայում։ Գլխավոր կետերից մեկն էր
Զելենսկու քայլերի, դա Կրեմլի ուժի առասպելի փլուզումն էր։ Ռուսական քարոզությունը Հայաստանին վախեցնում էր պատերազմով եւ մեկուսացմամբ, սպառնալով ուկրաինական սցենարով, սակայն Զելենսկին շրջանցեց այս թեզը, ցույց տալով, որ ուկրաինական դրոնները ընդունակ են կաթվածահար անել հսկայական կայսրության լոգիստիկան եւ ինքնաթիռները գամել գետնին եւ գնացքների դիֆիցիտ ստեղծել։ Նա ապացուցեց, որ Ռուսաստանը խոցելի է եւ չի վերահսկում նույնիսկ սեփական ենթակառուցվածքները։ Սա կոտրեց Կրեմլի հանդեպ վախը, ինչով կարելի է երկար թվարկել, բայց կարևորը ինձ թվում է ընդգծեցի, այս շեշտադրումները պետք են, որպեսզի օրվա լրահոսից կարողանանք առանձնացնել գլխավորը։ Սա ինչ որ գլուխ գովալ չէր կամ ինչ որ բարձենալ չէր։ Սա աշխատանք է, որը մեր երկիրը պատերազմի պայմաններում ամեն օր է անում։ Պարզապես երբ Հայաստանը հայտնվել էր այն վիճակում ընտրություններից առաջ, ինչպես տեսնում էինք բոլորս, Ուկրաինայի քայլերը շատ կարևոր էին, ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոմիության։ Պետք է նշել նաև հայաստանյան կառույցների աչալրջությունը։ Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյանով դադար տալ եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Դուք ինձ շատ եք օգնում, ինչի համար ես ձեզ շատ շնորհակալ եմ։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է։ Շնորհակալություն ձեզ։ Իսկ հիմա անցնենք ամենաթեժ նորություններին։ Եկեք տեսնենք, թե ինչու Պուտինը ռեսուրսներ չունի այլևս աշխարհին թելադրելու իր պայմանները։ Ուղիղ վերջին 48 ժամվա ընթացքում հունիսի 6-ի կեսօրից մինչև հունիսի 8-ի առավոտ եւ կեսօր Ուկրաինայի պաշտպանության ուժերը բառացիորեն վերաձևել են Ռուսաստանի թիկունքային լոգիստիկայի քարտեզը։ Ներկայացնեմ ձեզ կարևոր փաստերը, Ղրիմի երկաթգծի կաթվածը, թարմ տվյալներ ունենք այսօր առավոտյանից։ Վաղ առավոտյան, ինչպես հայտնում է Կրիմսկի վեճերը, ուկրաինական հարվածել է Մոսկվա Սիմֆերոպոլ գնացքին, հարվածը եղել է ոսկերչական ճշգրտությամբ ուղիղ շոգեկարշի լոկոմոտիվի խցիկին, օկուպացիոն իշխանությունները հաստատել են, որ մեքենավարը վիրավորվել է, իսկ նրա օգնականը զոհվել, ուղևորների շրջանում տուժածներ չկան, հետևանքը Ղրիմի երկաթուղային հաղորդակցությունը լիովին կանգնած է, ռուսական օպերատորը հայտարարել է բոլոր գնացքների ուղևորների էվակուացիա, մարդկանց վագոններից իջեցնում են, ավտոբուսներով են տեղափոխում Սիմֆերոպոլ, 8 խոշոր գնացքներ ամբողջությամբ արգելափակված են, սա հենց այն կրակային հսկողությունն է, որի մասին զգուշացնում էր ուկրաինական կողմը։ Կովկասյան լոգիստիկայի տապալումը Նավառասիսկում իր հերթին նույնպես մեծ խնդիրներ է առաջացրել ագրեսոր երկրի համար։ Մեր դրոնները հարվածել են Նավառասիսկի Գրուշավայա Բալկա խոշորագույն նավթաբազային, օբյեկտը, որն ապահովում էր Ռուսաստանի Սևծովյան նավատորմի եւ հարավային խմբավորման վառելիքը, հսկայական հրդեհի մեջ է եւ այս պահին կաթվածահար է։ Մանրամասն կադրեր ունենք, տեսանյութեր ունենք մեր Telegram-յան ալիքում։ Բարի դրոնները հարվածել են Չոնգարի կամրջին, այդ կամուրջը կապում էր Ղրիմը Խերսոնի մարզին։ Օկուպանտները ստիպված եղան խոստովանել կամրջի վնասումը, ինչի պատճառով դեպի Ղրիմ տանող ջանկոյի անցակետը ամբողջությամբ փակվել է ավտոմեքենաների համար։ Նույն գիշեր հատուկ գործողությունների ուժերը ուկրաինական Ղրիմում ոչնչացրել են Ֆեոդոսիայի ծովային նավթային տերմինալը եւ Լենինայի նավթաբազան։ Ղրիմը մնացել է առանց վառելիքի ցամաքում։ Հաստատվել են նաեւ Կրոնշտադին եւ Լենինգրադի մարզին հասցված հարվածների հետևանքները։ Գենշտաբը հաստատել է հաջող հարվածները Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Կրոնշտադ ռազմածովային բազային եւ Պետերգոֆի նավթաբազաներին, բայց ամենակարևորը Բալշայայի Ժորա ավանում օդ է թռել ռուսական ռազմածովային նավատորմի 1060-րդ նյութատեխնիկական ապահովման կենտրոնի խոշորագույն զինանոցը, ոչնչացվել է շուրջ 5000 տոննա ռուսական զինամթերք, պայթյունի եւ դետոնացիայի կադրերը երևում էին նույնիսկ տիեզերական արբանյակներից, կադրերը նույնպես մեր Telegram-ում են, ինչպես միշտ։ Ուկրաինայի գլխավոր շտաբը պաշտոնապես հաստատեց, որ Նավառասիսկի մոտ գտնվող Կաբարձինկա բնակավայրի շրջանում մեր ուժերը հստակ հարվածով ոչնչացրել են թշնամու ռադիոլոկացիոն կայանը։ Սա Ռուսաստանի հարավային սահմանի եւ Սևծովի օդային տարածքի աչքերն էր, որը կուրացավ։ Սրա ոչնչացումը բառացիորեն կուրացրեց ռուսական հակաօդային պաշտպանությունը տվյալ շրջանում, ինչը թույլ տվեց մեր դրոններին անարգել հասնել ու հրդեհել Նավառասիսկի Գրուշևայա Բալկան հսկայական նավթաբազան։ Հարվածից հետո օկուպանտները ստիպված են եղել ամբողջությամբ փակել տրանսպորտային երթևեկությունը Կաբարձինկայից դեպի Նավառասիսկ եւ Գելենջիկ երթուղիներով։ Այսպիսով շարունակվում է Պուտինի ռեժիմի արյունատար անոթների ջախջախումը։ Բացի Նովորոսիսկի նավթաբազայից գլխավոր շտաբը հաստատեց ուղիղ հարվածը Վոլգոգրադի մարզի Կրասնիյար կայանին, որն ապահովում էր տեղի նավթավերամշակման գործարանի աշխատանքը։ Երկու վայրում էլ հրդեհները շարունակվում են։ Ղրիմի վառելիքի պաշարները կատաստրոֆիկ տեմպերով
քանում են, պաշտոնապես հաստատվել է ժամանակավոր օկուպացված Ղրիմում Սեմիկալոդինսկայա նավթաբազայի եւ Ֆեոդոսիայի ծովային նավթային տերմինալի լիակատար ջախջախումը, Բելգրադի մարզի տարածքում ոչնչացվել է ռուսական ՖՍԲ-ի կառավարման կետը, Զապորոժիեի, Դոնեցկի եւ Կուրսկի մարզերում մեր տղաները ոչնչացրել են օկուպանտների անօդաչուների կառավարման մի քանի կետեր, ինչպես նաեւ դրոնների արտադրության ու հավաքման մեծ արտադրամաս։ Մինչ ռուսական բանակը մեկը մյուսի հետևից կորցնում է իր ռազմավարական զինանոցներն ու լոգիստիկան, Կրեմլը շարունակում է պատասխանել իր սիրելի ահաբեկչական մարտավարությամբ, հարվածելով քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Միջուկային ահաբեկչություն տեղի ունեցավ Չեռնոբիլի աղետի գոտում, ռուսական կողմը Գերան 2 տիպի դրոն է ուղղել դեպի Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտում գտնվող ծածկված միջուկային վառելիքի կենտրոնական պահեստարան, վնասվել է վառելիքի ընդունման շենքը, վարչական կորպուսը, բարեբախտաբար տեխնոլոգիական պրոցեսը չի խաթարվել, ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է, բայց Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սա պաշտոնապես որակել է որպես միջազգային միջուկային ահաբեկչություն։ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները պատրաստվում են շտապ մեկնել օբյեկտ, այցի ժամանակ ավելի մանրամասներ գուցե պարզվի։ Ռուսները շարունակում են իրենց հարվածների փորձերը էներգետիկային եւ խաղաղ բնակչությանը Ուկրաինայի։ Դնեպրոպետրովսկի մարզում թշնամին դրոններով հարվածել է ԴՏԿ-ի ածխահանքին, վիրավորվել է 1 մեխանիկ։ Զապորոժիեի մարզում ռուսական դրոնը հարվածել է Բալաբինոյի գազալցակայանին, ինչի հետևանքով 5 քաղաքացիական անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ հենց Զապորոժիե քաղաքում ռուսական կառավարվող ավիառումբերի հարվածներից վնասվել են բնակելի շենքեր, կան տուժածներ խաղաղ բնակիչների շրջանում, այդ թվում երեխաներ։ Եթե հիշում եք, երբ ռուսները սկսեցին հարվածել ուկրաինական ավտոլցակայաններին, ես ասացի, որ այս խաղը կարելի է 2-ով խաղալ, եւ հիմա Ռուսաստանի սահմանամերձ մարզերում նույնպես ստանում են ուկրաինական պատասխանները եւ լուրջ խնդիրներ ունեն։ Մոտեցանք ռազմաճակատի թվերին, ձեզ ներկայացնեմ ռազմաճակատի վերջին 2 օրերի թվերը։ Մարտի դաշտում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, անցած 2 օրվա ընթացքում այնտեղ տեղի ունեցել 463 մարտական բախում, որոնց արդյունքում Ռուսաստանը կորցրել է եւս 2680 զինվոր եւ 5394 միավոր տեխնիկա, հրթիռներ, տրանսպորտ եւ սպառազինություն, իսկ Պուտինյան բանակի ընդհանուր կորուստների թիվը 22 թվականի փետրվարից մինչեւ այսօր Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով, ինչը հաստատվում է տեսա լուսանկարահանման տվյալներով, հասել է արդեն 1,374,950-ի, ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմից ամենաարդիականն է։ Մեկ այլ ահաբեկիչների կողմից կառավարվող երկիր Իրանը նույնիսկ սովի վտանգի եզրին հանգիստ իրան չի պահում։ Իսրայելն արդեն ռազմականորեն պատասխանել է իր տարածքին հասցված իրանական հրթիռային հարվածին։ Իսրայելական ավիացիան եւ հեռահար հրթիռները թիրախավորել են Իրանի ռազմական եւ ռազմավարական օբյեկտները, ինչը ել ավելի է սեղմել Թեհրանի շուրջ արկա օղակը։ Կարծես վերսկսվում են բախումները Իսրայելի եւ Իրանի միջև, մենք կհետևենք զարգացումներին։ Այս ամենի ֆոնին Ամերիկայի կողմից ապրիլին հայտարարված ամբողջական ծովային շրջափակումը բերել է նրան, որ Իրանը կանգնած է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածանր սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ։ Լուրերը, թե երկրում սննդամթերքի պաշարները սպառվում են, ամենևին էլ չափազանցություն չեն։ Հիմա կներկայացնեմ հիմնական փաստերը միջազգային մամուլից։ Իրանական ռեալի փլուզման պատճառով երկրում տարեկան գնաճը գերազանցել է 50%, հիմնական սննդամթերքի, բրնձի, ձեթի եւ մսի գները մանրածախ առևտրում թռել են 40-ից մինչև 120%-ով, միսը սովորական քաղաքացիների համար դարձել է անհասանելի շքեղություն, դեֆիցիտը եւ դատարկ դարակները խանութների սովորական երևույթ են, քանի որ Իրանի առևտրի 90%-ը անցնում էր հարավային նավահանգիստներով, որոնք հիմա բլոկադայի մեջ են։ Երկրում սկսվել է առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ պակաս, ցամաքային ճանապարհներով հսկայական ծավալի հացահատիկ կամ բրինձ տեղափոխելը չափազանց թանկ է եւ չի փոխարինում ծովային բեռնափոխադրումներին։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն արդեն պաշտոնապես զգուշացրել է, որ Իրանը կանգնած է մասշտաբային սովի շեմին, մարդիկ ապրում են մեկ օրվա սննդով, փորձագետների գնահատմամբ ներքին ռեզերվները կբավականացնեն եւս 1.5-ից 2 ամիս, եթե շրջափակումը ձգվի մինչև աշուն, Թեհրանը ուղղակի սնունդ գնելու միջոցներ էլ չի ունենա, շատ ծանր կանխատեսումներ են, իսկ եթե հաշվի առնենք, որ մեր անմիջական Հայաստանի հետ հարևանի մասին է խոսքը, իհարկե մտահոգիչ է, իրավիճակը ծայրահեղ վատ է եւ մենք շարունակելու ենք հետևել զարգացումներին։ Այսօր լրահոսը շատ մեծ է, ընտրությունները նոր են ավարտվել եւ կարծես ինչ որ գործընթացներ են դեռ շարունակվում։ Շատ չերկարացնեմ մեր եթերը։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալ եմ, որ դիտեցիք մեր եթերը։ Եթե ձեզ դուր եկավ այս ձևաչափը, խնդրում եմ անպայման լայքեք,
Բաժանորդագրվեք ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք եւ ձեր կարծիքը գրեք մեկնաբանություններում։ Այս ալիքում հաջորդ եթերը նախատեսում եմ չորեքշաբթի օրը, բայց եթե հասցնեմ անալիտիկա ալիքով Կոնստանտին Կրիվոլապի հետ հարցազրույցը ձեզ կներկայացնեմ։ Ձեզ ամենալավն ու բարին եմ մաղթում, ինչպես տեսնում եք, Ուկրաինան միայն խոսքերով չի օգնում Հայաստանին։ Մեր երկիրը միշտ պատրաստ է Հայաստանի կողքին լինել, որքան շատ պատկան մարմինները համապատասխան կապերը զարգացնեն, այնքան ավելի հեշտ կլինի Հայաստանի համար դուրս գալ այս դժվար փուլից։ Մինչ նոր հանդիպում եւ ամենագլխավորը անփորձանք եղեք։